Փառքը միայն Աստծունն է։ Ամեն մի բարի բան միայն Աստծուց է։ Ոչ ոք շնորհի աղբյուր չէ։ Ոչ ոք ինքնուրույն չի կարող բարին գործել։ Այլ ամեն բան, ամեն մի շնորհ մեր Տեր Աստծուց է։ Ամեն օր ուսումնասիրելով մեր սուրբ հայրերի կյանքն ու խրատները, մեծ ցավով ենք նայում, թե ինչպես են որոշ մարդիկ աստվածացնում որոշ հոգևորականների, եւ ոչ միայն հոգևորականների, այլ ընդհանրապես մարդկանց։ Եղբայրաբար ուզում ենք բացատրել, թե որն է սրա վնասը։ Շատ մարդիկ ծանոթ չեն հոգևոր պատերազմի նրբություններին, եւ մեր պարագայում կարելի է ասել շատ քիչ մարդիկ են, որ գիտեն, թե ինչ բան է հոգևոր պատերազմը։ Սատանան երբեք չի քնում։ Նրա ուշադրության կենտրոնում են բոլոր նրանք, ովքեր քիչ թե շատ ժողովրդի մեջ սեր են վայելում։ Եվ հետաքրքիրն այն է, որ հենց ժողովրդի միջոցով էլ Սատանան ցանկանում է տապալել այդ հոգևորականներին։ Սուրբ հայրերի կյանքին անծանոթ լինելու պատճառով շատերը չեն պատկերացնում, թե ինչ մեծ վնաս են հասցնում այն հոգևորականի հոգուն, որին ամեն օր գովերգում են, մեծարում են եւ անգամ որոշ մարդիկ արդեն աստվածացնում են։ Մեր սուրբ հայրերը ամեն կերպ փախել են մարդկային փառքից, ամեն կերպ մերժել են այդ ամենը։ Սուրբ Հովհան Ոսկեբերան հայրապետը հստակ ասում է, որ ավելի լավ է, որ իմաստունը քեզ նախատի, քան թե անխելք մարդիկ քեզ գովերգեն։ Այսինքն, երբ որ մարդուն անընդհատ գովերգում են, մեծարում են, այդ ժամանակ մարդը իր տկարությամբ սկսում է ինքն իրեն ինչ-որ մի բան համարել։ Սակայն եկեղեցու սրբակենցաղ հայրերը, ովքեր Սուրբ Հոգու բնակարան եւ տաճար են, ասում են, որ ամեն կերպ պիտի մարդկային փառքից խուսափես։ Մարդիկ մտածում են, թե իրենց գովասանքներով, իրենց չափից դուրս այդ փաղաքշական խոսքերով օգուտ են տալիս հոգևորականներին։ Մտածում են, թե աջակցելը եւ սիրելը նույն բանն է, ինչ որ մեծարելը ու արդեն աստվածացնելը։ Սուրբ Հովհան Ոսկեբերան հայրապետը գրում է. հպարտությունը ստորջրյա ժայռի նման է, որին բախվելով կործանվել են նույնիսկ նրանք, որոնք երկար ժամանակ դիմակայել են զանազան մոլորությունների ու փորձությունների։ Շատ մարդիկ, ովքեր անգամ անապատներում առանձնացած ապրել են, ովքեր սրբակենցաղ կյանքով են ապրել, չեն խուսափել անկումից, որովհետև հպարտությանն են տրվել, անգամ առանց մարդկային գովասանքների։ Եվ որքան առավել վտանգված է նա, ով ամեն օր գովասանք է լսում, ով ամեն օր մեծարվում է այն մարդկանց կողմից, ովքեր չեն հասկանում, որ իրականում թշնամություն են անում այդ մարդու հանդեպ եւ ոչ թե օգուտ են տալիս։ Հոգևորականներին սիրող մարդիկ ոչ թե սոցցանցերում արդեն սկսում են գովազդել այդ հոգևորականներին, մեծարել եւ աստվածացնել, այլ ծածուկ աղոթում են նրանց համար, որովհետեւ գիտեն, որ փրկությունը եւ օգնությունը միայն Աստծուց է եւ մարդկային գովասանքները ոչինչ են, ուղղակի ոչինչ։ Հոգևորականին պետք է սիրել, պետք է անգամ ոգևորել մեկ-մեկ, բայց գովասանքի խոսքերը միայն վնասում են։ Իրականում մենք ցավում ենք բոլոր նրանց համար, ովքեր սիրով լսում են այդ գովասանքները։ Հոգևոր պատերազմ գրքում գրված է. միշտ պետք է վախենալ հոգևոր հպարտությունից, քանի որ նա փուչ է դարձնում մեր բոլոր գործերը։ Եթե մարդը կարող է հպարտանալ անգամ առանց մարդկանց, անգամ ուղակի միայնության մեջ, ապա որքան առավել կարող է հպարտանալ, երբ նրան շրջապատում են այնպիսի մարդիկ, ովքեր անընդհատ նրան բարձրացնում են, ովքեր անընդհատ գովերգում են, ովքեր անընդհատ այնպիսի խոսքերով են խոսում, որ անկախ իրենից մարդը կարող է մտածել, թե իրենից ինչ-որ մի բան է ներկայացնում։ Սուրբ Հովհան Ոսկեբերան հայրապետը ասում է. եթե գովում են քեզ, ապա Աստծուց չես գովվի։ Իսկ Սուրբ Ավետարանում կարդում ենք. Վայ ձեզ, երբ բոլոր մարդիկ լավ խոսեն ձեր մասին,
որովհետև նրանց հայրերը սուտ մարգարեներին այդպես էին անում։ Սուրբ հայրերը խրատում են. երբ զգում ես, որ լցվում ես հպարտությամբ, ապա իմացիր, որ դա ուրիշներից ստացած գովեստների արդյունքն է։ Սուրբ Անտոն Անապատականն ասում է. երբ կսկսեն գովել քեզ քո արած գործերի համար, դու մի ուրախացիր դրանով և թող այդ բանը քեզ հաճելի չթվա։ Թաքցրու քո գործերը որքանով որ այդ հնարավոր է։ Թույլ մի տուր քեզ, որպեսզի ինչ որ մեկին առիթ տաս դրանց մասին խոսելու և ամեն կերպ աշխատիր հասնել այն բանին, որ մարդիկ չգովեն քեզ։ Այլ իմաստուն մարդկանցից լսում ենք, որ չի կարելի գովել որևէ մեկին առերես։ Դրանով կարող ես մեծ վնաս հասցնել այդ մարդու հոգում։ Բայց ինչ արժեն այդ մարդկային գովեստները։ Իսկապես եկեք մտածենք, ինչ արժե մարդկային գովեստը։ Պողոս Պատրիարքը մի հրաշալի խրատ է տալիս, ասում է. մարդահաճությունը թուլացնում է կրոնավորի զորությունը։ Մարդիկ կայուն չեն։ Այսօր կգովեն, բայց վաղը կգլորեն։ Եվ այնպես չէ, որ բոլոր այդ գովերգողները, ովքեր գովերգում են, մեծարում են որոշ հոգևորականների, ովքեր ավելի են աչքի ընկնում իրենց քարոզչությամբ, սուրբ են ու այդքան մաքուր։ Երբ որ այդ հոգևորականները այլևս չհամապատասխանեն իրենց պահանջներին, այդ ժամանակ անպայման գովելու փոխարեն կգլորեն։ Հենց այս ամենի պատճառով է նաև, որ մարդիկ սկսում են իրենց ավելի բարձր դասել ուրիշներից։ Եվ անգամ հոգևորականը իր տկարությամբ կարող է մտածել, որ ինքը ավելի լավ հոգևորական է, քան մյուսները, որ ինքն ավելին է անում, քան մյուսները, որ ինքն ավելի ընտրյալ է, քան մյուսները։ Այսպես մարդիկ իրենց այդ խոսքերով, գովասանքներով, մարդկային փառքի այդ աղտի մեջ գցելով որոշ հոգևորականների, անգամ կարող են հասցնել նրան, որ հոգևորականը ամբոստանա և բռնի պառակտման ճանապարհը։ Եվ հրանց վարքում կարդում ենք. բազում են դիվայինն ենք ցանցերը, դեռ չհասցրած անձդ շեղել աղքատությամբ բռնում են նրան հարստությամբ, դեռ չգերած նրան վիրավորանքներով և անարգանքներով, զինվում են նրա դեմ գովաբանություններով և փառասիրությամբ։ Հոգևոր պատերազմ գրքում կարդում ենք. միշտ ամեն ինչից առավել վախեցիր մարդկանց գովեստներից, որոնք ոմանք ընդունում են թշնամու աջակցությամբ ի վնաս իրենց հոգու, քանի որ հոգևոր կյանքում փորձառություն չունեն, քանզի շատ հաճախ այնպես է պատահում, որ գովեստների միջոցով հոգու մեջ են սողոսկում հպարտությունը և սնափառությունը։ Եկեղեցու բոլոր սուրբ հայրերը միաբերան ասում են, որ մարդկային փառքից փախչել է պետք, որ պետք չէ գովասանքներ լսել, որ երբեք պետք չէ, որ մարդիկ քեզ առերես գովերգեն, բայց մեր ժողովուրդը հոգևոր տգիտության մեջ է։ Եվ երբ որ տեսնում են մի հոգևորականի, ով որ մի փոքր ավելի ակտիվ է, կամ մի փոքր ավելի շատ գիտելիքներ ունի, ընդհուպ աստվածացնում են արդեն։ Եվ շատերը անգամ իրենց այդ սիրով, հիվանդ սիրով կարող են հասնել անգամ կռապաշտության, որ հոգևորականի անձը որպես կուռք ընդունեն արդեն։ Եվ դա իրականում Աստծուն սիրելու հետ կապ չունի։ Մենք կարող ենք Աստծուն փառք տալ, որ շնորհ է տալիս հոգևորականներին, փառք տալ լավ հոգևորականի համար, ըստ Տիրոջ պատվիրանի աղոթել, որպեսզի բարի մշակներ հանի ժողովրդի համար։ Բայց երբեք պետք չէ չափից ավելի գովերգել, մեծարել և արդեն հասցնել կուռքի աստիճանի։ Այս ամենով հենց տվյալ հոգևորականի հանդեպ եք թշնամություն անում և վնասում նրան։ Եվ եթե անգամ չեք լսելու այն սրբակենցաղ մարդկանց, այն սուրբերին, ովքեր իսկապես սուրբ են եղել և սուրբ հոգու բնակարան և տաճար են, ուրեմն իսկապես դուք չարի ազդեցության տակ եք և իսկապես չարի օգնությամբ վնասում եք այդ բոլոր հոգևորականներին, ովքեր ցավոք սրտի կարող են ձեր գովասանքների և չափից ավելի շատ մեծարելու պատճառով շեղվել ճշմարիտ ճանապարհից և ընկնել սատանայի ծուղակը։
Իսկ այդ ամենի համար իհարկե վերջում պիտի պատասխան տրվի Աստծո առջև։ Այդ ամենի համար պիտի պատասխան պահանջվի բոլորից։